Դերասաններ Տարոն Իսպիրյանն ու Թամարա Պետրոսյանը վերջին շրջանում այլևս չեն փորձում թաքցնել իրենց միությունը։ Զույգի սոցիալական էջերում համատեղ հրապարակումները, ճամփորդություններն ու կադրերը առօրյայից առավել շատ են, ինչն էլ հետևորդների կողմից բավականին սիրված է։ Երեկ Տոմա Պետրոսյանն իր ինստագրամյան էջում ցույց է տվել ստացած գեղեցիկ ծաղիկները, սակայն Տոման Պոնչի այս քայլը հումորային կերպ է մեկնաբանել, նշելով, թե տեսնես ինչ սխալ բան է արել, որ վարդեր է բերել, իսկ մենք ներկայացնում ենք հոլովակը։ Դեռ տարիներ առաջ Star News-ն առաջինն էր հայտնել նրանց հավանական սիրավեպի մասին։ Ամեն բան թերևս սկսվեց Women's Club-ից։ Իրար հաջորդող համատեղ հումորային համարներ, բեմում խանդի տեսարան ու նույնիսկ համբույր, դրանք դարձան զույգի հարաբերության սկիզբն ու ապահովեցին գեղեցիկ ընթացքը։ Եվ ինչպես ասում են, ամուր ընտանիքը կազմվում է լավ ընկերությունից։ Պոնչն ու Տոման հաճախ համատեղ մեկնում էին հյուրախաղերի, իսկ արդեն ամուսնությունից հետո զույգը պահել է լավ ավանդույթը աշխարհը միասին բացահայտելու։ Պոնչը մի անգամ խոսելով անձնական կյանքի մասին նշել էր. «Ես ցանկանում եմ փակ ու տաք անկյունում պահել այն։ Ճիշտ է, մեզ համար ուրախացող մարդիկ շատ են, բայց կան նաև վատ մեկնաբանություններ, որոնք ինձ դուր չեն գալիս», նշել էր Պոնչը, խոսելով իր անձնական կյանքի մասին։ Պոնչի և Տոմայի ջերմ հարաբերությունները ամուսնությունից առաջ ու հետո չեն փոխվել, ավելին, սերը նրանց մեջ ավելի է շատացել, սակայն փոփոխություն այնուամենայնիվ կա, ու դա Պոնչի արտաքին տեսքի մեջ է։ Շատերն են նկատել, որ Պոնչը տասնյակ կիլոգրամներ նիհարել է, ու երկրպագուներից շատերն էլ մտածում են, որ դա հենց Տոմայի հորդորն ու մոտիվացիան է Պոնչին, քանի որ վիրահատական միջամտությունից հետո Պոնչը ավելի առողջ ու թեթև է դարձել։ Star News-ը ձեզ է ներկայացնում այն լուսանկարը, որը Պոնչը հրապարակել էր իր ինստագրամյան էջում, զարմացնելով հետևորդներին։ Հավելենք նաև, որ Տոման մինչև ամուսնության մասին հայտնելը «Առավոտ լուսով Weekend» նախագծին հյուր էր, որի շրջանակներում ակնարկել էր, որ իր կյանքում իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել կապված անձնական կյանքի հետ։ Դերասանուհին նաև հումորով հավելել էր, որ չնայած հասուն տարիքին այդ փոփոխությունները նոր են տեղի ունենում։ Հավելենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Տոման խոսելով իր և Պոնչի հարաբերությունների մասին նշել էր. «Երբեք փակագծերը անձնականի հետ կապված չեմ բացել։ Շատ պարզ պատճառով։ Ես կարծում եմ, որ եթե պետք լինի մարդը կասի, եթե պետք չի, ուրեմն պետք չի, որ ասի։ Ես նույնպես այդ կատեգորիային եմ պատկանում, որ եթե պետք լինի կբարձրաձայնեմ, եթե չեմ բարձրաձայնում այդ մասին, ուրեմն պետք չի։ Իսկ թե Պոնչը ինչ գրառումներ է անում, լավ է անում։ Մեկ-մեկ ես էլ եմ գրում։ Ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում իմ և Պոնչի սիրավեպը», հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել էր Թամարա Պետրոսյանը։ Նշենք նաև, որ այս տարիների ընթացքում Թամարան բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։ Այդ ընթացքում նա հասցնում է մասնակցել նաև տարբեր հարցազրույցների, որի ընթացքում բավականաչափ անկեղծանում է ու պատմում իր մասին։ Թամարան պատասխանել էր նաև Ժողովուրդ օրաթերթի բլից հարցերին։ Առաջին բլիցը այսպիսին էր. «Թամարա, երբ դուք ծնվեցիք, չէի շնչում։ Մի քանի վայրկյան անց, բոլորին սրտաճակ անելուց հետո, նոր սկսել եմ շնչել։ Ձեզ հաճախ նմանեցնում են Սքարլետ Յոհանսոնին, երբ շպարված եմ։ Մանուկ ժամանակ երազում էիք դառնալ այն, ինչ դարձա այսօր։ Բակային ընկերներից ամենաշատը կարոտում եք անխտիր բոլորին։ Իրականում շատ կապված եմ եղել բակիս հետ։ Մանկությանս մեծ մասը հենց այնտեղ է անցել։ Մայրս ասում է, որ ես ոչնչով նեղություն չեմ պատճառել, բայց միաժամանակ աշխույժ և ակտիվ երեխա եմ եղել, դինջ չեմ եղել։ Միշտ իմացել եք, որ կարող եք ավելին։ Շարունակեք միտքը, լավ տղամարդը նա է, ով իրոք լավ տղամարդ է, ով ունի պատասխանատվության զգացում։ Ոչ միայն նոր սերնդի, այլև իմ սերնդակիցների շրջանում նկատում եմ, որ այդ զգացումը շատերի մոտ թուլացել է, այնպիսի ուղի են բռնել, որով անցնելիս ոչ ոքի ոչինչ պարտավոր չէ։ Բազմաթիվ տղամարդիկ ծայրահեղ դեպքերում են պատասխանատվություն կրում, հարաբերությունները կառուցում են այնպես, որ դրանից կարողանան փախչել։ Ու երբ տեսնում ես մեկին, ով օժտված է այդ հատկությամբ, շատ ես ուրախանում։ Անձնական կյանքում սովորաբար հեռանում եք դուք, թե ձեզնից, ինձնից։ Ձեզ վիրավորում է այն մարդու խոսքը, որը «Ես ոչ ոքից չեմ վիրավորվում, այդ ինչ պետք է ինձ ասեն, որ վիրավորվեմ»։ Այդպիսի բան հազարամյակը մեկ կարող է լինել,
բայց ես եզրակացություններ եմ անում, բացահայտումներ եմ անում ու հասկանում այդ մարդը պետք է ինձ մոտ լինի, թե ոչ։ Փոխարենը կարող եմ ված գալ այն բանից, երբ զգամ, որ նստել են գլխիս, պայքարում եմ դրա դեմ։ Ներում եք, բայց չեք մոռանում, թե մոռանում եք, բայց չեք ներում։ Ներում եմ, բայց զգուշանում եմ։ Ումից եք վախենում։ Ինձնից ու իմ ծուլությունից։ Ծայրահեղ ծույլ մարդ եմ և եթե չլինեի նաև ծայրահեղ պատասխանատու, վիճակս լավ չէր լինի։ Եթե մեկին մի բան եմ ասել, պետք է անեմ, բայց ինքս ինձ հետ չեմ կարողանում պայմանավորվել։ Մեկը, ով ձեզ վրա մեծ ազդեցություն ունի։ Մայրս։ Հենց որևէ հարցի շուրջ մեջս կասկած է ընկնում, անպայման մորս հետ եմ զրուցում։ Հիմնականում 99.9%-ով նույն կերպ ենք մտածում։ Կարծես երկրորդ եսիս հետ խոսեմ։ Ափսոսում եք, որ չեք հասցրել։ Կարծես թե ամեն ինչ էլ հասցրել եմ։ Երևի կարող էի դպրոցում ավելի լավ սովորել։ Իհարկե վատ չէի սովորում, բայց կարող էի և ավելին։ Միշտ երազել եք ունենալ այն, ինչ ունեմ այսօր։ Ձեր աշխատանքի հետ կապված ամենամեծ դժվարությունը։ Երբ կուրորեն նվիրվում ես, հետո պարզվում է, որ քեզ կուրորեն նվիրված չեն։ Դա երևի կապված է երիտասարդական հովերի հետ։ Մի բանի, որը դիպչում ես, գնում ես մինչև վերջ, և երբ պահը գալիս է, պետք է ստանաս քո հասանելիքը, տեսնում ես, որ այն կամ թերի է, կամ էլ առհասարակ չկա։ Հաջորդ բլից հարցը այսպիսինն էր. փողը կարող է երջանկացնել մարդուն, եթե խելքով ծախսի այն։ Հաջորդ հարցը այսպիսինն էր. ամենալավ բաները կատարվում են առավոտյան խոհանոցում։ Այնտեղ են տեղի ունենում ամենագողտրիկ խոսակցությունները, այնտեղ է սիրտը անսպասելի բացվում։ Վերջերս Ղարաբաղում էի, առավոտ շուտ զարթնեցի, իջա բակ, հայրս դեռ քնած էր, մայրս արթնացել էր, աքլորներն էլ ծուղրուղի էին կանչում։ Դա կատարյալ երջանկություն էր, անկեղծացել էր Տոմա Պետրոսյանը։ Շարունակեք միտքը, եթե ինձ չեք սիրում, դա ձեր իրավունքն է։ Եթե ուզում եք կյանքը ժպտա ձեզ, ապա պետք է կյանքին տաք ամեն ինչ, ձեր լավ տրամադրությունը, աշխատասիրությունը, երջանկության զգացողությունը, երախտագիտությունը։ Ահա այսպես էր վերջին անգամ Թամարա Պետրոսյանը պատասխանել իրեն ուղղված բլից հարցերին։ Նշենք նաև, որ Թամարա Պետրոսյանը մինչև ամուսնության լուրը հայտնելը հյուր էր նաև կնոջ օրագիր հաղորդմանը, որի ընթացքում պատասխանել է նաև իր և Պոնչի սիրավեպի մասին լուրերին։ Հաղորդավարուհու այն հարցին, թե Տոման ցանկություն չունի արդյոք ընտանիք կազմելու, դերասանուհին պատասխանել էր. հա իհարկե, ես շատ երեխայասեր աղջիկ եմ, ուղղակի երևի ինձ մոտ ժամանակի պակաս կա անձնական կյանքով զբաղվելու համար։ Տարվել էի բեմով, ինչպես և շատ շատերը մեր մասնագիտության մեջ, բայց այնպես չէ, որ տոտալ ցանկությունը բացակայում է։ Ես շատ լավ եփող-թափող աղջիկ եմ։ Այս պատասխանից հետո Լուսինե Թովմասյանը որոշեց հարցը ուղիղ տալ, ասելով. եկեք ներխուժենք ձեր անձնական կյանք։ Երևի թե բոլորին արդեն հայտնի է քո և Պոնչի բացահայտ հարաբերությունները։ Չեք մտածում արդեն ընտանիք կազմելու մասին։ Հարկ է նշել, որ այս ուղիղ հարցը Տոմային շփոթեցրեց, ու նա փորձեց ոչինչ չասել, բայց դրանով արդեն հաստատեց տարածվող լուրերը։ Դե իսկ Star News-ը այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։ Մենք շարունակում ենք լինել իրադարձությունների կենտրոնում և օպերատիվ կերպով լուսաբանել դրանք ձեզ համար։